Էքսկուրսավար Վարսենիկ Եղոյանն է, այցելուներին է դիմավորում։ Բարև ձեզ, Վայդալիս խելառների ազգային կենտրոն։ Մենք էլ որոշեցինք, որ մեր թանգարանում հավաքելու ենք 20-րդ դարի սկզբի մեր փողոցային քենտերի, ովքեր կերտել են Գյումրվա պատմությունը։ Իսկ Գյումրվա այգուվերը սկսվում ու վերջանում է Գ տառով։ Ես ձեզի սիրեմ Գ, գուրգուրեմ Գ, համբյուրեմ Գ, ժտեմ Գ։ Իսկ մեր թանգարանում լավագույն բառը դա խելրին Գ։ Ես ձեզի համար խելրին վրա, որ դուք այսօր մտաք մեր թանգարան սիրելիներ։ Եղոյանն աշխատում է մի թանգարանում, ուր գյումրեցի խելառներն են իրենց պատմություններով։ Քաղաքի հենց կենտրոնում, Վարպետաց փողոցում, որտեղ կողք կողքի Շիրազի ու Իսահակյանի տուն թանգարաններն են, արդեն 2 տարի է գործում է խելառների ազգային կենտրոնը։ Գյումրվա ամենահայտնի խելառը Օրիորդ Վարսենիկն է։ Այցելուները ցանկության դեպքում կարող են նրա պես գեղեցիկ գլխարկ դնել, պայուսակը թևին գցել, անձրևանոցով թանգարանում շրջել ու երկրպագուներից ծաղիկներ ստանալ։ Եկեք համոզենք Օրիորդ Վարսենիկին, Օրիորդ Վարսենիկին ծաղիկներ նվիրի, դնվի։ Օրիորդ Վարսենիկը գյումրեցի մեծահարուստի դուստր է եղել։ 1900-ականների սկզբին մեկնել է Սանկտ Պետերբուրգ ու այնտեղ արվեստի ակադեմիայում սովորել, հետո Բեռլինում իրավագիտություն։ Վերադառնալով Գյումրի հայոց ցեղասպանությունից հետո սկսել է աշխատել Ամերկոմի որբանոցում ու հենց այնտեղ իր միակ սիրուն հանդիպել։ Միսիոներ Ջեքսոնը խաբում է Օրիորդ Վարսենիկին, չի ամուսնանում, եւ Օրիորդ Վարսենիկը իր սիրուց այսպես խենտանալով սկսում է քայլել Գյումրվա փողոցներով, քայլում է ու նամակներ է գրում իր սիրելին, գրում է ամենուր մայթերի վրա, փողոցի վրա, շենքերի վրա, գրում է ու հետո էլ հետ է գրում նաեւ պատասխանը, մինչեւ կյանքի վերջ։ Չնայած վատ պայմաններին Օրիորդ Վարսենիկը միշտ իր արիստոկրատ տեսքը պահել է։ Միշտ պայուսակը թևի տակ, ծաղկեփունջը ձեռքին, հովանոցը գլխին ու ամենակարևորը կարմիր կռասկեն շուրթերին։ Ասում են, երբ կարմիր կռասկա չի ունեցել, սև վաքսն է քսել շրթունքներին։ Գյումրեցի էլի հայտնի խելառներ կան՝ Խելառ Սարգիսը, Քիթ Արմենակն ու այլոք։ Նրանց կողքին գյումրեցի հայտնի հումորի վարպետներն են Պոլոս Մուկուչը, Ծիտրո Ալեքը, Ջղեր Խաչիկը։ Նրանցից էլ անեկդոտներ են պատմում։ Եթե տեղացիներն իրենց խելառներին ու հումորի վարպետներին գիտեն, օտարերկրացին դժվար գիտենա ու հասկանա, թե ուր է ընկել։ Մեր թանգարանի վրա գրված է խելառների ազգային կենտրոն եւ կողքին գրված է Դուրդոմ, չէ՞, մենք կադագով ենք այդպես ասում Դուրդոم, ուրեմն ռուսները այսպես վազեցին ամբողջ խմբով, ասում են, «А почему вы открыли двери? А почему вы открыли двери?» Իրենք մտածում են, թե սա ինչ որտեղ է, որտեղ այո գժանոց է, բայց սա մեր խելառնոցն է։ Շատ հետաքրքիր է իսպանացիների արձագանքը մեր հանդեպ, որովհետեւ իրենք էլ ասում են, որ մենք էլ ունենք այսպիսի խենթեր։ Խելառների թանգարանում սայլուգնոց էլ կա, ծուրհայլիների սենյակ էլ, մարդիկ այստեղ կարողանում են լիաթոք ծիծաղել ու խենթանալ, ասում է Տիկին Վարսենիկը։ Սա մեր խելառնոցն է, մեր ուրախվայրն է, որտեղ մենք ընդունում ենք մեր հյուրերին եւ ժպիտ եւ ուրախություն ենք պարգևում։ Այնպես որ մեր հյուրերը ոչ մեկը դեռ այստեղից դուրս չի եկել մի քիչ գյումրեցի չդարձած։ Մի քանի փողոց այն կողմ էլ մեկ այլ, Թարսու Շիտակ թանգարանն է։ Դռնից ներս մտնելիս պիտի աչքդ առաստաղին պահես, քանի որ տան կահ կարասին բացի հատակից նաև առաստաղին է հայտնվել։ Շատ հյուրեր ենք ունենում, որ անգամ առաստաղին փակցված իրերը չեն նկատում, միայն մեր մեկնաբանելուց հետո արդեն մեծ ուշադրությամբ նայում են ու զարմանում են ոնց է հնարավոր, որ նմանատիպ ծանր իրերը ներքևից տեղափոխվել են դեպի վերև։ Մտահղացումը գինեգործ Ցոլակ Վարդանյանինն է, ով սկզբում ուզում էր գյումրեցի մեծահարուստ Տեր Մարտիրոսովների տունը գինու համտեսարան դարձնել, բայց հետո տան հին իրերը իրար գլուխ է բերել ու 3 սենյակը վերածել թանգարանի։ 1920-ից մինչև 2000-ականների գույք է ներկայացված թանգարանում, հատկապես դպրոցական այցելուներին հին հեռախոսներն են զարմացնում։ Հեռախոսներից ամենաշատն են ցնցվում, որ ոնց կարելի է նմանատիպ հեռախոսներով առհասարակ խոսել կամ օգտագործել։ Իսկ թե ինչու Թարսու Շիտակ, դա էլ կյանքի դրվածքից են վերցրել։ Որ կյանքի դրվածքն է Թարսու Շիտակ, եւ ինչպես բոլորի մոտ են տեղի ունենում այդ Թարսու Շիտակ երևույթները, այդպես մենք մեզ մոտ իրերն ենք ներկայացրել։
Իսկ ինչպես են կարողացել ծանր իրերը պահարան, մահճակալ, սառնարան ու էլի լիքը գույք առաստաղին հարմարացնել, որ չպոկվեն ու չընկնեն։ Իրականում կատարված են հաշվարկների հիման վրա, օրինակ եթե մեզ մոտ մահճակալը 20 կիլոգրամ է որպես այդպիսին, ներկայացվում է վերևում որպես 60 կիլոգրամանոց իր, ու մեզ մոտ առաստաղը պատրաստված է փայտից, որը այդ հնարավորությունը տվել է իրերը վերևում ամուր ներկայացնելու։ Այս թանգարանն էլ գործում է արդեն 3 տարի ու ըստ աշխատակիցների այցելուների պակաս չունի։